Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն դրա 17 կետերի վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ, կանխագուշակումներ, երբեմն էլ անգամ բաժակաճառեր են հնչում։ Որոշ ընդդիմադիր падգամավորներ եւս անհոգնել լծվել են այդ գործին եւ ամեն կերպ փորձում են խեղաթյուրել կամ գոնե նվազեցնել համաձայնագրի կարեւորությունն ու նշանակությունը։ Հայկական ժամանակի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է, որ ընդդիմությունը այդ օրակարգով է գնացել ազգային ժողով եւ հենց դրա հիման վրա է կարողանում ձայներ հավաքել ընտրության ժամանակ։ Ըստ Ղևոնդյանի ընդդիմության գործը իշխանության ցանկացած գործողություն քննադատելն է։ Օրինակ, եթե իշխանությունը գնա պատերազմի, նրանք կքննադատեն պատերազմը։ Եթե իշխանությունը գնա խաղաղության, նրանք կքննադատեն խաղաղությունը, որովհետև նրանց կարծիքով, այսինքն որոշ հատվածի, իհարկե ոչ ամբողջ ընդդիմության, բայց ընդդիմության որոշ հատվածի կարծիքով իշխանություններին քննադատությունը, իշխանությունների բոլոր գործողություններին դեմ հանդես գալը դա ճանապարհ է, որը պետք է որ բերի իշխանությունների ռեյտինգի նվազեցման եւ իրենց ռեյտինգի հակառակը ավելացման։ Դա գաղտնիք չէ, նրանք նախընտրական շրջանում 2021 թվականից առաջ եւ հետագայում եւս անընդհատ խոսել են այն մասին, որ չեն գալիս ազգային ժողով կառուցողական աշխատանքով զբաղվելու, նրանք գալիս են թույլ չտալու, որպեսզի իշխանությունները կարողանան իշխել, այսինքն իշխանությունները կարողանան իրականացնել իրենց գործառույթները, եւ ես նշեմ, որ 200,000-ից ավելի մարդիկ, ովքեր քվե են տվել այս քաղաքական ուժերին, երկու ընդդիմադիր խմբակցություններին, այդ 200,000-ից ավելի մարդիկ հենց դրա համար են քվե տվել նրանց, որովհետև նրանք ոչ թե գնացել ընտրել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցություններին, այլ նրանք ընտրել են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության, այսինքն ցանկացել են, որպեսզի այս մարդիկ գան եւ խանգարեն Նիկոլ Փաշինյանին աշխատել։ Իհարկե Հայաստանի Հանրապետության համար դա խնդիր է, բայց փաստացի ստացվում է, որ այս 200,000-ից ավելի մարդկանց համար այս օրակարգը ընդունելի է, ինչեւ է դա նրանց խնդիրն է, բայց շատ վատ է, որ մենք չունենք ընդդիմություն, որը աշխատում է կառուցողական հուն ուղղորդել իշխանությանը, այսինքն օգնել իշխանությանը սխալներ չանել, ցույց տալ սխալները, քննադատել, բացահայտել եւ այլն, այլ մենք ունենք միայն ընդդիմություն, որը փորձում է խանգարել իշխանությանը։ Խոսելով պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանի այն հայտարարության մասին, որ թեև պայմանագրի կետերին ծանոթ չեն, սակայն լավ գիտեն Նիկոլ Փաշինյանին, որը Մկրտչյանի բառերով ասած աչքի է ընկնում դավաճանությամբ եւ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելով, եւ որ իշխանություն լինելու պարագայում իրենք միանշանակ ամեն ինչ շատ ավելի լավ կանեին, Ղևոնդյանն ասում է, եթե նրանք լինեին իշխանության, Հայաստանը կլիներ ռուսական ուղեցրում, գուցե նաեւ Բելարուսի կարգավիճակում։ Ես նշեցի, որ համաձայնագրում կան կետեր, որոնք կարող են լինել ավելի լավը, եւ գուցե իսկապես դրանք լինեին ավելի լավը, բայց մենք կկորցնեինք այլ տեղում, տեսեք, մենք համեմատում ենք մեզ Բելարուսի հետ, կցանկանային արդյոք Հայաստանի ժողովուրդը կցանկանար արդյոք լինել Բելարուսի կարգավիճակում, այսինքն լինել օրինակ միութենական պետության մաս, խոսել այն մասին, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է ունենան ընդհանուր խորհրդարան, որովհետեւ Բելարուսում այսօր քննարկվում է այդ օրակարգը, որ Բելարուսն ու Ռուսաստանը պետք է ընդհանուր խորհրդարան ունենան, այն եւ այդ պայմաններում համաձայնագրում ունենալ 1-2 կետ կամ 10 կետ, որոնք կլինեն մի փոքր ավելի լավը, քան այսօր։ Այսինքն այստեղ ընտրության հարց է եւ կշռքի նժարներին դնելու հարց է։ Թեև ես նշեմ, որ այն 200,000-ից ավելի մարդկանց մի հատվածը, ես չգիտեմ ինչքան հատված է, բայց վստահաբար կա այդպիսի հատված, մի հատվածը ընդհակառակը գտնում է, որ Հայաստանը ոչինչ չունի անելու անկախ պետականաշինության ճանապարհին եւ Հայաստանը պետք է լինի ռուսական ծայրագավառ եւ հենց դրա համար էլ այդ օրակարգի համար էլ նրանք գնացել քվեները տվել են այս քաղաքական ուժին։ Քաղաքագետը վերահաստատում է համաձայնագրում կան կետեր, որոնք կարող էին ավելի լավը լինել, սակայն նաեւ չի կարելի անտեսել փաստը, որ կան նաեւ կետեր, որոնք Հայաստանի համար այսօր ռիսկերի նվազեցում են ենթադրում։ Վերադառնալով ընդդիմության մեղադրանքներին, Ղևոնդյանը նկատում է նրանց հիմնական գերնպատակը իշխանություններին քննադատելն է, իշխանությունները գնում են աճ, քննադատում են աճը, գնում են ձախ, քննադատում են ձախը։ Նրանց մի հատված կա օրինակ, ովքեր պատկերացնում են, թե Հայաստանի այս իշխանություններին բերել են ինչ որ երևակայական միֆական դրսի ուժեր, որոնց մասին չեն դադարում ամեն օր իրենց էջերում գրել, եւ եթե այդպես է, ապա իրենց տրամաբանությամբ մի օր էլ Ռուսաստանը գուցե իրենցից որևէ մեկին բերի իշխանության եւ այդ գաթայից իրենք էլ կարողանան այդպես մեծ չափով օգտվել։ Իհարկե սա իրենց պատկերացումն է, նրանք շարունակում են ապրել իրենց պատկերացրած այդ երևակայական աշխարհում, թող ապրեն, մեծ վնաս Հայաստանին կարելի ասել իրենց այդ մոտեցումներով չեն տալիս։
Ղևոնդյանի խոսքով ուզենք թե չուզենք իրականությունն այն է, որ Հայաստանը գոյություն ունի այն աշխարհագրական պայմաններում, որում գոյություն ունի նաև Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ մենք ստիպված ենք փոխգործակցել այս պետությունների հետ։ Քաղաքագետը նկատում է Ադրբեջանի հասարակության հատվածում էլ բավական մեծ են այն կարծիքները, որ պետք է գնալ խաղաղության եւ Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիր։ Այդ փոխգործակցությունը կարող է լինել բարեկամական, ես հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ հետո գուցե դրան կհասնենք, կարող է լինել թշնամական, մենք դա տեսել ենք եւ այս պահին էլ հավանաբար դեռևս թշնամական հարաբերություններ կարող լինել ուղղակի գործընկերային, այսինքն պետությունները միմյանց հետ ոչ թշնամություն անեն, ոչ բարեկամություն անեն, որը իմ կարծիքով հիմա մեզ համար ամենալավը կլիներ, բայց լինեն գործընկերներ, օրինակ ապրանքներ անցնեն Հայաստանի վրայով դեպի Ադրբեջան, դեպի Թուրքիա, ապրանքներ կան Թուրքիայի վրայով դեպի Հայաստան, ապրանքներ կան Ադրբեջանի վրայով դեպի Հայաստան եւ այլն, եւ բազմաթիվ այլ ուղղություններով կարող են գործընկերություն անել Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը փոխադարձաբար շահավետ կլինի, այդտեղ տնտեսական օգուտներ կունենան եւ Հայաստանը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Խոսելով պատերազմի սկսման վտանգների մասին, քաղաքագետն ասում է, ընդդիմության մի հատված կա, որը փորձում է քաոսային էմոցիոնալ բարձր ազդեցության դաշտ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում եւ այդ դաշտում ինչ որ հնարավորություններ ձևավորել եւ օգտագործել։ Դեմ է ըստ ամենայնի միայն Ադրբեջանի իշխանությունը եւ փաստացի Հայաստանի ընդդիմության այդ հատվածների կարծիքը համընկնում է ոչ թե Ադրբեջանի հասարակության, այլ Ադրբեջանի իշխանությունների կարծիքի հետ եւ այո Ռուսաստանից հնչող որոշակի մոտեցումների հետ ըստ ամենայնի այս համընկնումը ուղղակի ընդհանուր շահի հիմքով է Հայաստանում գործող ընդդիմադիրները կարծում են, որ այդպես ինչպես նշեցի, կարելի է իշխանությանը քննադատել, ռեյտինգը նվազեցնել եւ դրա արդյունքում սեփական վարկանիշը ավելացնել։ Ադրբեջանի իշխանությունները գտնում են, որ կարելի է սпасել մի փոքր եւ ստանալ ավելին, քան այս բանը։ Ռուսաստանի իշխանությունները գտնում են, որ եթե չլինի խաղաղության համաձայնագիրը, ապա Հայաստանի անկախությունը, ազատության աստիճանը մի փոքր ավելի քիչ կլինի եւ հնարավոր կլինի ավելի շատ ազդեցություն պահպանել Հայաստանի նկատմամբ։ Տեսեք, երեք տարբեր մոտեցումներ են, որոնք մեկ ընդհանուր շահի են վերածվում, պայմանագիրը դեռևս չկնքելու, այդ պատճառով էլ նրանց խոսույթները համընկնում են մեկը մյուսի հետ, բայց երեքն էլ Հայաստանի Հանրապետության ընդհանուր շահերի հետ չեն համընկնում։ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է, իր մոտեցմամբ Հայաստանի իշխանությունները պետք է հենց այս պահին էլ գնան եւ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, իհարկե, եթե Ադրբեջանը եւս կողմ լինի։ Եկեք հիշենք, որ օրինակ գազի պայթյուն է տեղի ունենում եւ այդ հատվածից ինչ որ մեկը դուրս է գալիս եւ գրում է, որ 16 զոհ կա, այն դեպքում, երբ որևէ մեկը դեռևս տեղակ չէր ինչ է եղել, ընդհանրապես զոհ չկար, վերջում բարձրացվեց։ Ինչի համար, որպեսզի էմոցիոնալ ֆոնը ավելի բարձրանա հասարակության մոտ, որպեսզի հետագայում իրենց ուղերձները ավելի լավ հասնեն մարդկանց, սա քաղաքական հոգեբանության շերտերից մեկն է, հնարավորություններից մեկն է, որը փորձում են օգտագործել Հայաստանի հասարակության նկատմամբ, իհարկե դա այնքան էլ քաղաքակիրթ չէ, այլ բառերով ասած ստորություն է դա, բայց կան մարդիկ, ում համար ստորությունը սովորական ապրելակերպ է։ Ըստ նրա, որքան էլ այս պայմանագիրը փորձ է արվում ներկայացնել ի վնաս Հայաստանի, իշա Ադրբեջանի իրականությունն այն է, որ դրա ստորագրումը այս պահին տորպետահարում է Ադրբեջանը, քանի որ կարծում է, որ կարող է ստանալ ավելին։